Գյումրու քաղաքապետարանում մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են մարզական տարին։ Մինչև բաց քվեարկությանն անցնելը բացման խոսքով հանդես է եկել Շիրակի մարզպետարանի սպորտի եւ մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը։ Վերջինս նշեց, որ Շիրակի մարզը մարզական բազում նվաճումներ կերտող մարզիկների ու մարզիչների դարբնոց է։ Մրցաշրջան 2016-ում Հայաստանի հավաքական թիմերի կազմերում օլիմպիական խաղերին, աշխարհի Եվրոպայի առաջնություններին եւ դպրոցական համաշխարհային խաղերին մասնակցել են մարզի 101 ներկայացուցիչ, նվաճել են 53 մեդալ, որոնցից 10-ը ոսկե, 22-ն արծաթե եւ 21-ը բրոնզե։ 20 տարի անց օլիմպիական ոսկի նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը նվաճեց ծանրորդ Գորմինասյանը, Եվրոպայի չեմպիոններ դարձան ծանրորդուի Նազիկ Ավդալյանն ու ըմբիշ Վարշան Փորանյանը, սամբիստ Գրիգոր Մխիթարյանն ու շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը։ Կասկածից վերևով Հանրապետության լավագույն մարզիկը ճանաչվի Արթուր Ալեքսանյանը, ասեմ, որ մեր Արթուրը միակ մարզիկն է, որ 3 տարի մեջ հռչակում է Հանրապետության լավագույն մարզիկ։ Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը նույնպես անցնող տարին համարեց հաջողված, հաշվի առնելով նվաճված բազմաթիվ մեդալները։ Ինչ վերաբերում է լավագույններին, ապա ներկաները միայնայն տարվա լավագույն մարզիկ ճանաչեցին Արթուր Ալեքսանյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Գորմինասյանը, երրորդ հորիզոնականը բաժին հասավ Նազիկ Ավդալյանին։ Հարագելու առիթներ եղավ, քանի որ արդյունքները շատ են այս տարի, որը շատ ուրախալի է։ Վերջնական արդյունքում որոշեցինք 3 տարի կանխապերում 10 լավագույններին։ Որոշվեցին նաև քաղաքի լավագույն երիտասարդ եւ պատանի մարզիկների լավագույն տասնյակները։ Երիտասարդներից առաջին հորիզոնականը զբաղեցրեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն Ժոռա Համազարյանը։ Երկրորդ տեղը բաժին հասավ ըմբիշ աշխարհի առաջնության 3-րդ մրցանակակիր Էդգար Խաչատրյանին։ Հարկ է նշել, որ լավագույն տասնյակում տեղ գտավ նաև Գյումրու Շիրակի 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Պիճախչյանը։ Ինչ վերաբերում է պատանիներին, ապա առաջին հորիզոնականը զբաղեցրեց շախմատի պատանիների Եվրոպայի առաջնության հաղթող Մամիկոն Ղարիբյանը։ Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, որին հաջորդում են ծանրորդ Գորմինասյանի մարզիչ Հակոբ Փիլոսյանն ու Նազիկ Ավդալյանի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։ Տարվա լավագույն թիմ անվանակարգում առաջին տեղը բաժին հասավ Գյումրու Շիրակին, երկրորդ տեղը զբաղեցրեց Աղջիկների Գյումրի թիմը։ Հապետ Հարությունյան, Խան Հովանիսյան, այսօր։